Պարոն նախագահ, մինչև դատական նիստին հասնեք, մի քանի հարցադրումներ, նախընտրական աժոտաժ է մեկնարկել, ԳՄ-ն հայտարարություն տարածեց, այս առնչությամբ ինչ տարբերակներ եք քննարկել, ինչ ունեք այս պահին ասելու։ Ընտրությունների վերաբերյալ ունեք որոշում, եթե կա կհանդրայնացնեք։ Ոչ, ունենք որոշում, եթե ունենանք կա։ Պարոն Սարգսյան, իսկ մեծ դաշինքով Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ուրեմն միավորվելը շատ բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, ասում եմ դուք եք խոսքը, թե դա նկատություն է։ Բայց տեսնենք, ամենադեպս ճիշտ է, մենք այդպես ենք վարվում և շարունակելու ենք այդպես վարվում։ Պարոն Սարգսյան, իսկ մեծ դաշինքով գնալ ընտրությունների այս հարցը։ Մեծ դաշինքով ընտրությունների գնալու տարբերակ քննարկվել է։ Մի րոպե։ Ձեր ցույցությամբ ես տևական ժամանակ ժողովուրդ օրաթերթից եմ ներկայանամ քնար է անունս։ Ես մշտապես այս 6 տարիների ընթացքում հեղափոխությունից հետո 7 տարիների ընթացքում, բայց հատկապես 2019 թվականին ձեր իշխանության օրոք կարևոր պաշտոններ զբաղեցած անձանց մասով, կոնկրետ պարոն Կուտյանի եւ Հայկ Հարությունյանի ինքնասպանությունների դեպքով մշտապես մասնագիտական առումով հետևողական եմ լինելու։ Բայց կարևոր հարցի պատասխանը երբեք չեմ ստացել։ Ինչու՞։ Ինձ հետաքրքիր է, պարոն նախագահ, դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Ինչու պետք է Գյորգի Կուտյանը կամ Հայկ Հարությունյանը ինքնասպան լինեին։ Դրդապատճառ կար ձեզ դրա համար։ Դա առանց դրդապատճառի մարդ ոնց կարող է ինքնասպան լինել։ Ուրեմն ինչ-որ պատճառ։ Ձեր ցույցությամբ մեկ վարկածի հետ կապ է, պարոն։